Այս տեսանյութը նկարում ենք, որովհետև կարծես նյարդ է Հայաստանում առաջացել երեկվա տեսանյութերից, եւ որ տարբեր մարդիկ, հատկապես Ռուսաստանից, եկած գալիս են Հայաստան եւ ասում են, որ գալիս են ընտրեն հատկապես մի տեխնատու անուն են հիմնականում տալիս կամ բողոքում են ներկա իշխանությունից։ Հիմա նկատեցինք, որ եւ ինձ եւ Տիկին Ղազանին անընդհատ քաղաքացիներ գնում են անհանգստանում են, թե ինչի պետքա տենց լինի, ինչի օրենքը այդպես է, ինչի պետքա դրսում ապրեն եւ մեր տեղը որոշեն, բայց ես կարծում եմ սա պատասխանը նա է լինելու Տիկին Ղազարյան, որ մարդիկ ավելի կոնսոլիդանալու են տեղական ուժերի շուրջ եւ թույլ չեն տալու, որ դրսից որպես խոպան գան Հայաստան, որևէ խոպան չնշանակեն, այո, նշանակեն այստեղ ինչ-որ ղեկավար ու գնան էլի իրենց կյանքով ապրեն։ Եվ շատ կարեւոր է, որ այն մարդիկ, ովքեր Հայաստան այս օրերին կգան, կնկատեն ասֆալտը, դպրոցը, նորակառուցումը։ Իրապես այսօր մեր գործընկերներից մեկը պատմում էր, որ հանդիպել է մի 6 հոգանոց խմբի, որոնք եկել են որպեսզի քվեարկեն այդ ճանապարհով, բայց մտափոխվել են եւ քվեարկել են մեզ համար, որովհետեւ շրջել են Հայաստանով, մի քանի օր առաջ են եկել եւ շատ գոհ են փոփոխություններից, բարեփոխումներից։ Եվ մենք վստահ ենք, որ բոլորդ, սիրելի քաղաքացիներ, գնալու եք ընտրատեղ համասեր եւ վստահաբար տերը կկանգնելու խաղաղությանը։ Վերջացավ։